Հաշվի առնելով, որ Իրանի ձեռքի տակ էին հայտնվել հետախուզական լուրջ տվյալներ, այդ տվյալները ինչ փոփոխություններ կարող են մտցնել։ Ինչ տվյալների մասին է խոսքը։ Ռազմական հետախուզական կարևոր ինֆորմացիաներ էր ձեռքի տակ հայտնվել Իրանի եւ իրանագետները վստահեցնում են, որ այդ հիմա Իսրայելը շտապեց պատերազմական գործողություններ սկսել, որպեսզի չհասցնի Իրանը ամբողջությամբ ուսումնասիրի եւ լուրջ հարվածներ հասցնի այդ ֆոնի վրա։ Անկեղծ ասած չգիտեմ ինչ տվյալների մասին է խոսքը, չգիտեմ այդ տվյալները ինչպես կարելի է օգտագործել, կամ ինչպես կարելի է օգտագործել, ամենայն դեպս մի բան է փաստ, որ երկու երկրները առաջին հերթին մշտապես պատերազմի մեջ են կամ պայքարի մեջ են հետախուզությունների ուղղությամբ, այսինքն հետախուզությունները միմյանց դեմ են մշտապես աշխատել։ Եվ տվյալները կարծում եմ նոր չեն եղել, այդ տվյալները անընդհատ կան, տեղեկատվության փոխանակում տեղի ունենում այլ պետությունների հետ Իսրայելի եւ այլ պետությունների միջև Իրանի եւ այլ պետությունների միջև այնպես այս հետախուզական պատերազմը երբեք էլ չի դադարել եւ մշտապես եղել է եւ կրել է մշտական բնույթ, այնպես որ թե նոր ինչ հայտ եկող բաներ կարող են լինել, ճիշտ ասած դժվար է պատասխանել։ Եվ ԱՄՆ-Իրան բանակցությունները, քանի որ մի քանի փուլով այսպես հետաձգվեցին, խափանվեցին եւ այլն, առաջիկա բանակցությունները ոնց որ Իրաքի էր նախատեսվում, որևէ շանս չեղարկվեցին, դրանք չեղարկվեցին արդեն Այսօր Նահանգներն Իրանը տեղեկացրել է, որ չեղարկում է այդ բանակցությունները, ամենայն դեպս այս պայդրությամբ նման տեղեկատվություն տարածվել է եւ հակառակի տեղեկատվություն չկա, պետք է սպասենք, տեսնենք նոր օր նշանակում են թե չեն նշանակում, թե Իրանում կսպասեն այս ռազմական իրավիճակն ավարտի նոր կգնան բանակցության կամ ընդհանրապես չեն գնա, սա էլ իհարկե ռազմավարական տակտիկա է, այսինքն բանակցային տակտիկա է, ընդհանրապես մի քանի օրից կարծում արդեն կհասկանանք, թե իրադարձությունները դեպի ուր են գնում, խոսքը գնում է Միացյալ Նահանգների Իրանի միջև բանակցությունների մասին եւ ըստ այդմ կկարողանանք հետեւություններ անել դրա հնարավոր ազդեցությունները մեր տարածաշրջանի վրա, ինչու՞ չէ նաեւ Իրանի եւ Իսրայելի հակամարտության վրա։